Ողջույն բոլորին։ Այսօր մենք կխոսենք Հովհաննես Բաղրամյանի մասին, մարդու, ով իր կյանքով գրեց պատմություն։ Իսկապես, նա ծնվել է սովորական ընտանիքում, Ելիզավետպոլի մարզի Չարդախլու գյուղում, բայց կարողացավ դառնալ Խորհրդային Միության ամենահարգված զորահրամանատարներից մեկը։ Հատկապես նշանավոր է նրա դերը Մոսկվայի պաշտպանության մեջ, որտեղ նա իր զորքերով կանգնեցրեց ֆաշիստական զորքերի առաջխաղացումը։ Հետաքրքիր է, իսկ ուզում ես իմանալ, թե էլի ինչ դեր ունեցավ նա հայկական ազգային զորամիավորումների ստեղծման մեջ։ Այստեղ նրա ներդրումը նույնպես մեծ է։ Շնորհիվ նրա ջանքերի հայ զինվորները կարողացան կռվել թե խորհրդային բանակի կազմում, թե առանձին ազգային միավորումներով, իրենց ներդրումը բերելով ընդհանուր հաղթանակին։ Այսօր նրա կյանքն ու գործունեությունը ոգեշնչման աղբյուր են բոլորիս համար։ Օրինակ, ինչպես կարելի է հասնել մեծ նպատակների, չնայած բոլոր դժվարություններին։ Հովհաննես Բաղրամյանը հավերժ կմնա մեր պատմության անբաժան մասը։ Իսկ այժմ լսենք նրա ձայնը։ Ես շատ եմ սիրում մեր ժողովուրդը, շատ, անչափ եմ սիրում և միշտ աշխատել եմ, որ մեր ժողովուրդը լինի ազատ, որ իրանք սիրեն, որ կապը ավելի ամուր լինի։ И мне очень хотелось поступить на службу, отправиться на фронт и в рядах русской армии сражаться против врагов моего народа. Մեր ժողովուրդը անցյալում կորուստներ է ունեցել։ Մեր ժողովուրդը արժանի է, որ հիմա երբ սկսվել է նոր պայմաններ լավ կյանք ստեղծելու, որ ապրի, բախտավոր լինի եւ ես շատ ուրախ եմ, որ իմ ժողովրդի երազանքը կատարվում են այսօր։ Շնորհակալություն դիտման համար։